վերջ այս բռնատեղահանում Արցախի բռնազավթումը կապում եք այդ որոշման հետ։ Ամեն ինչը կապված է դրա հետ, չեմ ասում։ Թիմակիցները համաձայն են ձեր այս պնդմանը։ Անպայման։ Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Հիմա եթե Հայաստանի իշխանությունները Արցախը հանձնել են Ադրբեջանին, ճանաչելով Ադրբեջանի մաս։ Հիմա դուք այստեղ Հայաստանի իշխանություններից ո՞նց եք Արցախի անվտանգության երաշխիքներ պահանջում, ընդհանրապես ինչ եք պահանջում իրանից։ Այսինքն ոնց եք Հայաստանի Հանրապետությունից ինչ եք պահանջում։ Այդ սահմանադրության մի կետը արդեն խախտել են, Արցախը հանձնել են Ադրբեջանին։ Իրանք Արցախի Հանրապետություն չեն ճանաչում որպես այդպիսի։ Նայեք, տես ինչ եմ։ Իրանք չեն ասում Արցախ, ասում են Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանում է, ըստ իրենց։ Ու փակում են այդ հարցը։ Ուրեմն սենց կարամ մեկնաբանել։ Ես նորից եմ ասում, իմ լեվելը չի պատկանում նրան, որ ես անհրադառնամ անվտանգային հարցերին, որ ես անհրադառնամ թե ինչ բանակցություններ ա գնացել։ Բանագնացները ովքեր եղել են տվյալ հարցերը, ուղղում եք բանագնացներին։ Չէ, բանագնացները ձեր կողմից թե Հայաստանի կողմից։ Մեր կողմից էլ Հայաստանի Հանրապետության, այսինքն մերը ձերը, տենում ես նայ, դու ինքդ լրագրող հալո, ասում ես մերը, ձերը։ Լրագրող հալով։ Հա, լրագրող չես դու։ Հա, բայց նախ լրագրող չես դու։ Լրագրող հալով Վահե անունը։ Վահե ջան։ Ասում ես մեր, հա, թե ձեր։ Այսինքն ասում ես Արցախի իշխանությանն ես մեղադրում թե Հայաստանի։ Հա, Արցախը ձեր իշխանությունն է։ Իմ համար խնդիրը մեր ու ձերն է։ Բա մեր ու ձերը, այսինքն Հայաստանը բառը չեմ ընդունում։ Հայաստանի Հանրապետությունը մեր իշխանությունն է, Արցախը մերն է, որը նաև ձեր իշխանությունն է։ Բա տորանջատում ես։ Դուք այլ տեխնացում։ Մայիսի 21-ին Արցախի Հանրապետության, այ կարակ դրանցից խոսակ։ Մենք մենակ այդ չենք քննարկել։ Մենակ չեք քննարկել ոնց է կեթում դատախազություն։ Մենք քննարկել ենք ընդհանուր ինչ որ պետք է կատարվի, ինչ process լինելու է, այս մոտակա ժամանակահատվածում ամիս ու կես 2 ամսվա ընթացքում այդ ենք քննարկել ու եկել ենք այն եզրահանգման, որ մենք ուզենք, չուզենք սրան խառնվելու ենք։ Մենք մեր կարծիքը արտահայտելու ենք։ Իսկ ես այն օրը ստեից գնալուց հետո հանրային ձևով հայտարարում, ասամ մայիսի 21-ին մենք ստեից մեր կարծիքը արտահայտելու ենք։ Ու այն վաղ կհասկանանք ով է իրականում։ Տեխնացությանը նախագահի պաշտոն։ Մենք դեմ ենք այս պահին ընդհանրապես տեխնացությանը։ Բա ինչին եք կողմ։ Նշում են, որ Արցախին Կողմ ենք նրան, որ ով այս պահին կա, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 10-ից, ես ինչքան գիտեմ, նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ ձեռը դրել է սահմանադրությանը, երթվել, որ տերակայնելու է ժողովրդին։ Իսկ մի վարքյան պրծնեմ, հարց չկա, համաձայն եմ, բայց մենք ըտեից, մի վարքյան պրծնեմ, մենք ըտեից կատարում է որոշակի, մենք ըտեից, արդեն եթե մենք չենք գտնվում մեր հանրապետությունը, մեր Արցախում չենք գտնվում, ես ինքս այն կարծիքին եմ, որ պիտի քննարկվի այդ հարցը։ Ոչ մեկ չի ասում լուծարվի, ոչ մեկ չի ասում լուծարվի։ Մեծ քննարկման արդյունքում մենք մեր պատասխանը անձամբ ինձանից երբել ուզեք մոտակա մի 20 օրից հետո մոտավոր։ Դուք հրապարակի գործունեությունից որպես նախագահ ինչ որ անում է։ Գոհ եք իրենից։ Մենք այս պահի դրությամբ տենում ենք, որ իր գործունեությունը կասեցված է։ Կասեցված։ Ում կողմից։ Թե ում կողմից չեմ կարող ասեմ, որովհետև եթե արտահայտվեն պատասխանը պետք է տան, պատասխանը ինչ չունեն։ Հայաստանի իշխանություններն են դա։ Չգիտեմ ասում, պատասխանը չունեն։ Ով կարող է կասեցնել Արցախի նախագահի, ով ի պաշտոն է, ի կոչում, չգիտեմ, կոչումով, ով կարող է կասեցնել ձեր կարծիքով։ Իմ կարծիքով կարող կասեցնի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, իմ կարծիքով կարող կասեցնի Դոնալդ Թրամպը, իմ կարծիքով կարող կասեցնի Ֆրանսիայի նախագահը, ես ինչ իմանամ։ Հիմա բոլորը արդեն հիմա ինչ լիազորությունը սահմանադրությամբ են։ Չի բացառվում, որ կարող կասեցնի նաև վարչապետը բառացիորեն հայտարարում է, լսեք, վարչապետը բառացիորեն հայտարարում է, ասում է պետության մեջ պետություն չի լինելու։ Հիմա ես չգիտեմ այդ մարդը ասենք ես ոչ էդի վեր եմ լուծել, ոչ դատել եմ, ոչ քննադատել եմ։ Հիմա մի վարքյան հարցիդ պատասխանեմ, ոչ թե համաձայն եմ, այլ սպասում հետագա քննարկումներին լայն, այն ինչ որ պետք է կատարվի, որպեսզի հասկանանք, ասենք իրականում Հայաստանի կառավարությունը դեմ է նրան, որ էսի լինի, թե չէ։ Ես այս պահին չեմ կարող կարծիք արտահայտվեմ, որովհետև երկկողմանի հարց կա։ Ես ինքս համոզված եմ այն ամենի մեջ, ինչը որ ինձ ասում է իմ հարազատս, իմ ընկերս։ Այսինքն, ինձ հարազատ մարդ ունեմ, ասում է Արցախի Հանրապետության նախագահը չի դիմել վարչապետին, որ գրավոր չի դիմել վարչապետին, որ ինձ ընդունի նստենք խոսանք։
Ես դրան հավատում եմ։ Իսկ Արցախի հանրապետության նախագահ մի վարքյան։ Իսկ Արցախ, սպասեք ասեմ։ Իսկ Արցախի հանրապետության ինչա՞։ Արցախի հանրապետության նախագահան չի դիմել գրավոր, ոնց որ կարգ կա։ Իսկ ով է ձեզ այդ մասին։ Իսկ իրեն կարող են Անունը նշանակել, չէ՞, Հայաստանի Ով իշխանությունները նշանակի։ Հայաստանի կառավարությունը։ Խի ես մտածում, որ անձամբ ինքը պետք է նշանակի, այլ մենք չպետք է իրան դիմենք։ Դե դուք եկել եք բռնի տեղահանվել եք, եկել հասել եք Լսեք, Հայաստան։ տես ինչ եմ ասում, տպավորությունն նենց մի ստեղծեք, տպավորությունն նենց մի ստեղծեք, չեմ թողում, տպավորությունն նենց մի ստեղծեք, որ մենք ինչ որ մեկի թեզը պաշտպանում ենք։ Կարաս չթողաս։ Ես քեզ կարացել եմ չթողում։ Պարոն Սարգսյան, ես կխնդրեմ, որ սպառիչ պատասխան տաք նաև ձեր հարց եմ տալիս, բարեղի կոռեկտ պատասխանեք։ Կարա չթողած, ես կարացեմ, չէ՞ կարա։ Ինձ լրացող չի եղել, ես մեկ։ Երկրորդը հարց եմ տալիս։ Հայաստանի կառավարությունը, երբ որ դուք եկել եք Հայաստան, բռնի տեղահանվել եք, իրենց կողմից Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, Հայաստանի կառավարությունը տրամաբանական չէ, որ պետք է ձեզ ընդուներ, Արցախի նախագահին ընդուներ, ասել հարգելիս, արի մի տեսնենք։ Հայաստանի հանրապետության կառավարությունը չի ընդունել մեզ։ Հարցից պատասխանի դու հիմա։ նկատի ունեմ։ Դու ի վիճակի հարցից նկատի ունեմ։ Մեզ եմ, ես էլի Ես եմ տալիս տվյալ հարցը գնացեք Շահրամանյանը կաբինետում նա իրան տվեք։ Կաբինետում նա իրան տվեք։ Պարոն Սարգսյան, կապում են Հայաստանի իշխանությունների հետ։ Մի հատ էլ կրկնեք։ Դուք թելում եք Նիկոլ Փաշինյանի։ Մի հատ էլ կրկնեք, էլի խնդրում եմ։ Ձեզ անուղղակիորեն կապում են Հայաստանի իշխանությունների հետ։ Որ ինչպես եք հակադարձում կամ որն է ձեզ կապացնում։ Մենք հակադարձել ենք տվյալ մարդիկ, ովքեր մեզ կապել են որևիցե ուժի հետ, մենք կոմենտարիաներում գրել ենք, այդ տվյալ մարդու պապան, այսինչ էսիշ մարդն է, այդ տվյալ մարդու մաման, այսինչ էսիշ մարդն է, հասկանում Բայց եք։ դուք այսինքն հայոյել եք։ Այսինքն ուղղորդված են մեկնաբանությունները։ Անպայման։ Սամվել Բաբայանի հետ էլ որևէ կապ չունեք, այսինքն ձեր հետևում Բաբայանն է ուղղորդ։ Ես ասում եմ, մեզ որևիցե ուժի հետ կապողին մենք վիրավորել ենք ամենավերջի կարգի ու մեզանից ոչ մեկ չի կարացե գա ասի խիեք տենց անում։ Խիեք իմ գրառման տակը այս սենց գրառում կատարել։ Կարակ մտնեք նայեք։ Ասում են Բաբայանի կողմնակիցներ ու նույն թեզերն են բուկվալնի մի րոպե հետո ջնջել։ Ուշադիրների։ Սոցիալական ցանցերին ուշադիրների։